Երևանի Նաիրի Զարյան 17 հասցեում գտնվող Արցախի ներկայացության դիմաց այսօր բավականին թեժ էր։ Охранник мен культурный приемный наш Եղամ, մեր Արցախցեն տուլը, նիմը թեման հդտի, ասախ բեր, կարին ասին հենք տասոջիք ստատ հարցում պատասխանանես, բայց են հետ ուս ոնը կենի դողորցունը, մզնը խումբ ուղվեր կծևավորի, ժողորդ ասես, ուզյուրություն։ Ինչպես նախորոք նշել էինք ապրիլի 18-ին ակտիվիստ Արթուր Օսիպովը եւ նրան սատարող մոտ 2 տասնյակ արցախցիներ պահանջել են հանդիպում ունենալ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ նպատակը հետևյալն է՝ նախագահ Սամվել Շահրամանյանը պետք է վերադարձնի բոլոր այն գումարները, որոնք թալանվել են արցախցիներից եւ տրամադրել բռնի տեղահանված արցախցիներին կենցաղային խնդիրները լուծելու համար։ Ակտիվիստ Արթուր Օսիպովը նշում է, որ Արցախից թալանվել է մոտավորապես $467 միլիոն, որը փոխանցվել է 48 ընտանիքի, իսկ թե ովքեր են այդ ընտանիքները, Օսիպովը խուսափում է անուններ տալ։ Հիմա խոսում ենք այն գումարների մասին, որը որ Նիկոլ Փաշինյանն է փոխանցել, իր օրոք է եղել, այդ փոխանցումը $467 միլիոն առնվազն է։ Հիմա փոխանցել Արցախի հիմնադրամին։ Արցախի բյուջեից հիմնադրամ փոխանցում գումարը գնացել է ստերից, մնացածը տեխնիկական հարցեր է։ Հիմա մենք այդ գումարը գնացել է նստել 48 ընտանիքի հաշիվների։ Սա հրապարակային տվյալներ է։ Արցախի հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Դանիելյանի խոսքով ներկայացության դիմաց հավաքված ցուցարարները քանիցս հանդիպում ունեցել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Դանիելյանը ներկայացրեց նաև ցուցարարների պահանջը։ Նախագահի կողմից գլխավոր դատախազ Տիկին Վարդապետյանին 2023 թվականի նոյեմբեր ամսին հաղորդում է տրվել վերջին ժամանակներս համացանցում մասնավորապես սոցիալական ցանցեր առանձին օգտատերերի կողմից լայն տարածում ստացած Արցախի հանրապետության պաշտոնատար անձանց կողմից արերեւուրդ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ։ Բողոքի ակցիայի մասնակիցները նախ պահանջում էին Սամվել Շահրամանյանից դուրս գալ եւ ընդհանուր հետ քննարկում ունենալ, ապա որոշեցին 5 հոգով ներս մտնել ու ներսում քննարկում անել, այնուհետև որոշեցին 10 հոգով անել քննարկումը, բայց ի վերջո մտափոխվեցին ու քննարկումը իրականացրեցին դրսից բարձրախոսով հարց ու պատասխանի միջոցով։ Այդ ամեն պատասխանը այդ չի լա Սամվել Շահրամանյան։ Սա տանցում ասում։ Դուք մեզ այս ձևաչափով չկոզելու։ Իրոք է հանգստած։ Ձեզ առաջարկը գտված որ այդ պատրաստը հանդիպինիզներ, կյանիզներ հանդիպին։ Ես ուզում բոլորի տեղեկացնիմ այսօրվա իրավիճակի պատասխանատուներին մասին։ Այսօրվա կազմակերպիչները բազմիցս լսում ժողովուրդ։ Բազմիցս հնարավորություն ունեցալ ինձ հետ հանդիպելու։ Ես տասնյակ անգամ հանդիպել եմ իրանց հետ։ Ներկայությունից դուրս 5 հոգով, 10 հոգով մանրամասը ներկայացրել իրավիճակը։ Իրանք ներկայացրել են այսպես կոչված թալանի վերադարձի հետ կապված խնդիրները։ Ներկայացվել է թալանի հետ կապված խնդիրները։ Եթե ձեր ակցիան իրականում ունի նպատակ վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին։ Մի րոպե նայեք հանգիստ։ Ես ուրախ եմ նման նախաձեռնությանը, ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետքա վերադարձվի մեր ժողովրդին։ Եվ այդ նպատակով դեռ 23 թվականի նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գործունա գրվել Հայաստանի Հանրապետության դատախազ Տիկին Վարդապետյանին։ Դրա հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ շրջանակներում ես հրավիրվել եմ նաև որպես վկա հարցաքննության։ Արգրավել է ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1000 դրամ իրենք տեղյակ են ինչ է կատարվել Արցախում ներդրումային հիմնադրամում։ Այդ քրեական գործերի շրջանակներում հարցաքննվել է նաև պետական պաշտոնյաներ, ներդրումային հիմնադրամի տնօրեն եւ այլ պաշտոնյաներ։ Վերջերս մենք նաև տեղեկատվական
շտաբով տեղեկատվություն ենք տարածել այս ամեն ինչի մասին եւ հորդորել ենք նորից իրավապահ համակարգի ակտիվացնել գործողությունները այդ նպատակով։ Մինչ բողոքի մասնակիցները պահանջում են Սամվել Շահրամանյանից վերադարձնել թալանը, պարզվում է ակցիայի մասնակից Յուրի Մուսայելյանը այնքան էլ անմասը չի մնացել Արցախում իրականացված թալանից։ Ինչպես նախագահ Սամվել Շահրամանյանն է նշում, տվյալ անձնավորությունը 46 միլիոն վարկ ունի վերցրած, սակայն առ այսօր վճարել է ընդամենը 1000 դրամ։ Բայց պարզվում է դա արդարացում ունի։ Բողոքի ակցիայի կազմակերպիչ ակտիվիստ Արթուր Օսիպովը նշում է, որ դա Արցախի թալանից դաչին է, մանրն է ու պահանջում չտալ Յուրիի անունը։ Ակտիվիստները պնդում են, որ որևէ իշխանության ձգտման միտում չունեն, սակայն նրանց պահանջների խորքը ներթափանցելով, պարզվում է, որ հիմնական նպատակը հենց կորսված հայրենիքի իշխանության գալն է։ Նրանք պահանջում են Սամվել Շահրամանյանի հրաժարականը, իսկ թե ում են տեսնում Շահրամանյանի փոխարեն, շրջանառվում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անունը։ Այս լուրերը հերքվեց եւ Օսիպովի կողմից եւ Սամվել Շահրամանյանի կողմից։ Հարկ ենք համարում մեր հայրենակիցներին հիշեցնել նաեւ այն մասին, որ 2018 թվականին հենց այս ակտիվիստներ Արթուր Օսիպովը, Նահապետ Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը, որ չգիտես ինչու այս օրերին թաքնված է եւ Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներին է կոչ անում պարզ երեսով վրանը հավաքել, Արցախում եղան այն եզակիներից, որ ողջունեցին այսպես կոչված Թավշյա հեղափոխությունը, որ այս շարժումը ունի քաղաքական լուրջ նպատակներ եւ ակցիայի ակտիվիստներն էլ գաղտնի կերպով ստանում են Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների հովանավորությունը, փաստում է Նահապետ Սարգսյանի այս հայտարարությունը։ Արցախի ներկայացուցիչները նենց են վերլուծում, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմա Արցախի ներկայացությունը գործելուն, դրա համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը նկարեցեք ժողովուրդ։ Բայց հայտարարել է։ Մի րոպե սպասի խոսամ։ Դրա համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուզում է փակի, բայց այդպես չի։ Գիտեք թե այդպես չի, որտեղ $800,000 սալոկ դրած է։ Դա ընկնա գալու փակի։ Կասեք Արցախում։ Իսկ գիտեք Արցախում ասում են թող չհիշած։ Սա իսկությունը ման է էշեքը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուզում է կապել, բայց 100% պետք չի։